Պարոն Կոնջարյան, դուք ասացիք, որ կիսում եք տեսակետը, որ Նիկոլ Փաշինյանը փայլուն է ղեկավարում, բայց այս 7 տարիների ընթացքում հանրության մոտ ակնհայտ է, որ 2018 իրավիճակի 180 աստիճանով փոխվել է, գոնե մեծամասնության մոտ, սա ենթադրում է, որ ձեր իշխանությունը տապալել է, եւ եթե փայլուն է ղեկավարում, ինչու է ամեն ինչ այդքան վատ։ Տես, փայլակ, արի առաջնորդվենք տրամաբանությամբ։ Դու ասում ես, որ 7 տարվա ընթացքում տապալվել է, չէ, 180 աստիճան փոխվել է։ 180 աստիճանը նշանակում է, որ ծայրահեղ բևեռային հակառակ տրամաբանությունն է, բայց եթե 7 տարվա մեջ 180 աստիճան փոխվել է։ Ոնց եղավ, որ 2021 թվականին քաղաքացիները մեզ տվեցին միանձնյա մեծամասնություն։ Չէ, բայց չէ, դու տես փայլակ, դու ասում ես մի րոպե։ Դու ասում ես 7 տարվա ընթացքում 180 աստիճան, բայց 2021-ին մարդիկ էլի մեզ տվել են միանձնյա բան։ Միանձնյա այդ ում հաշվարկով Գելափը 2021 թվին ասում է Ռոբերտ Քոչարյանը գա բան դառնալու է բան առաջի տեղ ազբաղեցնելու։ Մենք ներողություն, մենք 2021 թվականից առաջել ենք, որոշ թիմերում պարտվել եւ 2021 թվականին գնացել հաղթել ենք, իսկ ով ասեց, որ մենք պիտի ունենանք այնպիսի երկիր, որտեղ որ իշխող մեծամասնությունը պարտադիր բոլոր տեղերում աբսոլյուտ իշխանություն պետք է ունենա։ Դուք տենց բան եք ուզում, դուք տենց երկիր եք ուզում, չէ, մենք իհարկե որպես քաղաքական ուժ մասնակցում ենք թիմերին, փորձում ենք հաղթանակել, բայց նաև ժողովրդավարությունը ենթադրում է, որ ինչ որ մի տեղում թիմում կհաղթես, ինչ որ մի տեղում կպարտվես, ինչը չի նշանակում, որ դա պետքա ուղղակիորեն պրոյեկտել համապետական ընտրությունների վրա։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021 թվականի բազմաթիվ թիմերում քաղաքապետերը ոչ միայն ընդդիմադիր էին, այդ քաղաքապետերը այն ժամանակվա փրկության շարժման առաջամարտիկներն էին, դուրս էին եկել իշխանության դեմ եւ 2021 թվականին այդ թիմ որոշ քաղաքներում ենք 60%-ից ավել ձայն ենք հավաքել։ Ես խնդրում եմ մեկը մյուսի հետ այդ ձև չկապել, բայց բնականաբար մենք հետևություններ անում ենք, սխալները փորձում ենք ուղղել եւ առաջ ենք շարժվում։ Չէ, չի քննարկվել։ Կոնջարյան 2018-ից առաջ, երբ որ դուք եւս լրատվական Չէ, չի քննարկվել այդ հարցը։ Եթե վարչապետը որոշում է կայացրել, որ պիտի գնա, ուրեմն պետք է գնա։ Եվ անվտանգային խնդիրներ չեն համեցեք։ 2018-ից առաջ Ես չէի Ժորժ ջան, ես չեմ մեկնաբանում այլ երկրների ղեկավարների հայտարարությունները։ Կարամ հարցս տամ ժողովուրդ։ 2018-ից առաջ, երբ որ դուք եւս լրատվական գործունեություն եք ծավալում, բավականին լավ էր ստացվում ձեր մոտ վերլուծական հաղորդումներ անելը։ Օրինակ, ինչպես կհարադառնայիք, եթե օրինակ Տարոն Մարգարյանը լիներ քաղաքապետ եւ նրա վարչական շրջանի ղեկավարը ուղիղ եթերում մարծեց էր, ինչպիսի հաղորդում կնկարեր Հայկ Կոնջարյանը։ Ես կդատապարտեի բռնությունը եւ հիմա էլ եմ դատապարտում բռնությունը, դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնություն, ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները, դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա եւ դատապարտելու եմ նաեւ ապագայում։ Եվ ես կարծում եմ ու համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետքա տեղ չունենա։ Մնացածը ես կարծում եմ քաղաքական պատասխանատվության մասը, ես կարծում եմ, որ ամեն դեպքում, քանի որ նոր-նորքի թաղապետը այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, ես կարծում եմ, որ դա իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է, իրենց քաղաքական պատասխանատվության տիրույթում է եւ քաղաքապետարանի քաղաքական պատասխանատվության տիրույթում է։ Ես արդեն պատասխանեցի, ես դատապարտեցի բռնությունը, եթե առաջնորդվեինք ձեր տրամաբանությամբ, ես նաև պետք է չդատապարտեի, բայց կապ չունի։ Ես դատապարտում եմ բռնությունը։ Ես ճիշտ ասած չեմ կարող մեկնաբանել այդ կոնտեքստում։ Միայն բանավոր դատապարտելով եւ այլ գործընթացներ չմիտել կարող է ճիշտ այդ դեպքում բոլորը։ Նարեկ ջան, ես հասկացա, ես կարող եմ, երբ որ խոսքը վերաբերվում է հետևանքների մասին եք հարցնում։ Խնդրեմ ասեք։ Ուղղակի բոլոր Այդ եք հարցնում։ Ես տեսեք, ես կարող եմ այդ համատեքստում պատասխանել հարցերի,
որոնք որ վերաբերվում են մեր քաղաքական թիմին, որոնք վերաբերում են մեր խմբակցությանը, բայց ես, ճիշտ է, կոալիցիա է, բայց կոալիցիայի յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր կուսակցություն, որը իր քվոտայով նշանակում է պաշտոնյայի, ինքը պիտի քաղաքական պատասխանատվությունը իր տիրույթում է։ Ես խնդրում եմ դուք այդ հարցերը իրենց տվեք։ Եվ նաև քաղաքապետանի տիրույթում է ու քաղաքապետի համաձայն։ Որ առաջ ձեր լուսանկարը տարածվեց սրճարանից, դուք թզբեղով եք, ուղղակի ուզում եմ հասկանալ դա ինչ-որ ենթամշակույթին հարելու նշան է, թե ձեր իմիջի մի մաս։ Ծիծաղելի հարց եք տալիս, ես այդ հարցին նույնիսկ կարիք չեմ համարում պատասխանել։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։